Բարև ձեզ։ Ինչպես արդեն գիտենք, մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունը, սակայն երբ մարմինը զրկված է շարժվելու հնարավորությունից և իր վրա գործադրվում է ուժ, նրա մասերը փոխում են իրենց դիրքը միմյանց նկատմամբ և մարմինը փոխում է իր ձևը և չափը։ Արտաքին ուժի հետևանքով մարմինը փոխում է իր ձևը և չափը և դա կոչվում է դեֆորմացիա։ Գոյություն ունի դեֆորմացիայի երկու տեսակ՝ արաձգական դեֆորմացիա և պլաստիկ դեֆորմացիա։ Արտաքին ուժը հանելուց հետո մարմինը վերականգնում է իր ձևը և չափը, դա նշանակում է, որ մարմինը ենթարկվեց արաձգական դեֆորմացիայի, իսկ եթե ոչ պլաստիկ դեֆորմացիայի։ Կարող եմ բերել ձեզ օրինակներ։ Սա մետաղյա ձող է։ Ես կիրառում եմ իր վրա ուժ և այն չվերականգնեց իր ձևը և չափը։ Երբ չվերականգնվեց իր ձևն ու չափը։ Երբ ես հանեցի իր վրա կիրառած ուժը, մարմնի վրա կիրառած ուժը։ Սա նույնպես։ Ես իր վրա կիրառում եմ ուժ, հետո հանում եմ իմ վրա գործադրած ուժը և ինչպես տեսնում եք, նա չվերականգնեց իր սկզբնական ձևը և չափը։ Բայց երբ ես վերցնեմ այս մարմինը և մարմնի վրա կիրառեմ ուժ, թողելուց հետո, ուժը հեռացնելուց հետո, այն վերականգնեց իր ձևը և չափը։ Դա ինչ դեֆորմացիայի ենթարկվեց մայրը։ Սա ենթարկվեց արաձգական դեֆորմացիա։ Օրինակ նույնպես, ես կիրառում եմ իր վրա ինչ-որ ուժ, հանում եմ ուժը և ուժը հանելուց հետո նա, ինչպես տեսակ, վերականգնեց իր սկզբնական տեսքը և այդ նշանակում է, որ իր վրա կիրառեց արաձգական և դա նշանակում է, որ ինքը արաձգական դեֆորմացիայի ենթարկվեց։ Շնորհակալություն։